Արդյոք Թրամփը փորձում է Իրաքի քրդերին ներքաշել Իրանի դեմ պատերազմում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը աշխատում է զինել քրդական ուժերին Իրանի դեմ ապստամբություն հրահրելու նպատակով։ CNN-ի աղբյուրն էր հայտնել, թե Թրամփի վարչակազմը ակտիվ բանակցել է Իրաքի քուրդ առաջնորդների ու այդ երկրում իրանական ընդդիմադիր խմբավորումների հետ։ ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել Reuters-ի լրագրողի հարցին։ Արդյոք Վաշինգտոնը կհովանավորի քրդերին Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության դեպքում։ Թրամփը միայն ասել է, հրաշալի է, որ քրդերն ուզում են Իրանի դեմ կռվել։ Պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը չորեքշաբթի հայտարարել էր, թե իրենց նպատակը կոնկրետ ուժերին աջակցելը չէ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը համոզված է, որ նահանգները ամեն գնով փորձում է ցամաքային առճակատում սկսել Իրանի դեմ, քանի որ ամերիկյան բանակի համար Իրանի սահմաններին ցամաքով հասնելը գրեթե անհնար է, առավել հավանական գործոն կարող են լինել քրդական ուժերը։ Քրդական ուժերը սկսեն ցամաքային գործողություն Իրանի դեմ, ապա Միացյալ Նահանգները կհովանավորի կաջակցի կոժանդակի նրանց, խոսքը գնում է հյուսիսային Իրաքի տարածքում քրդական ինքնավարություն կա այնտեղ, այդ տարածքում տեղակայված իրանական վտարանդի քրդական կուսակցությունների որոշակի զինյալ կազմավորումների մասին, որոնց ակնհայտորեն փորձում են դարձնել Իրանի դեմ պատերազմի մասնակից դառնալու։ Իրանի հետախուզության նախարարությունը 2 օր առաջ հայտարարել էր, թե քրդական ստորաբաժանումների ներթափանցման փորձ են կանխել։ Ըստ պաշտոնական հավաստիացումների, Հեղափոխության պահապանների կորպուսը սահմանին ոչնչացրել է քրդերի դիրքերի և օբյեկտների զգալի մասը։ Ոչ մի իրաքցի քուրդ չի հատել սահմանը։ Իրաքյան Քուրդիստանում հերքել են հարձակման լուրը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով հավանաբար Իրաքում գործող հակաիրանական քրդական փոքր խմբերն են ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, քրդական խոշոր կուսակցություններից անկախ։ Իրաքյան Քրդստանի 2 խոշոր կուսակցությունների և 2 խոշոր քաղաքական ուժերի դիրքորոշումները առնվազն գոնե բացահայտ մակարդակում բոլորովին այլ են։ Իրաքյան Քրդստանում որոշակի կայունություն է հաստատվել, պատկերավոր ասած Էրբիլը Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը շահագրգիռ չէ ամենևին այդ ներքաղաքական կայունությունը խաթարելու հարցում, որովհետև իրանցիներն են հարվածներ հասցնում, տեղում որոշակի տարաձայնություններ կան տարբեր քրդական ուժերի միջև, բայց Իրանի դեմ իմ նշած Իրանից սերող քրդական ուժերի ներգրավումը ակնհայտորեն նախօրոք ծրագրված է եղել։ Իրանագետները նկատում են, քրդերին ոտքի հանելու ոչ մի շանս բաց չեն թողնում ոչ Վաշինգտոնում, ոչ Թել Ավիվում։ Սակայն քրդերի համար դաս է եղել Սիրիայում իրենց հետ պատահածը։ Շատ քրդեր կարծում են, որ ԱՄՆ-ն Սիրիայում իրենց օգտագործել է ու շպրտել։ Իրականում քրդական ուժերը ներկայումս գիտակցում են, որ արևմուտքի կողմից անընդհատ շահարկվող նրանց գոյության փաստը տարածաշրջանում, Իրանում, Իրաքում, Սիրիայում անընդհատ շահարկվել են իրենց շահադիտական նպատակներով եւ ներկայումս քրդական որոշ կուսակցություններ հայտարարում են, որ այլևս չեն գնա նման միտման, այսինքն չեն ընդունի այսպես ասած արևմուտքի աջակցությունը, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ դրանով պարզապես դառնում են մի գործիք արևմուտքի համար Իրանի դեմ կամ մեկ այլ պետության դեմ պայքարում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գրեթե ամեն օր կոչ է անում նաև Իրանում ապրող քրդերին մյուս փոքրամասնություններին ապստամբության ալիք բարձրացնել։ Ինչպես գիտենք, Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության լեգիտիմություն ընդունել է միայն Իսրայելը տարածաշրջանում, որը բնականաբար իր շահերից է բխում։ Սակայն ակնհայտ է, որ Էրբիլը խուսափում է այս պատերազմից եւ փորձում է ամեն դեպքում իր հարաբերությունը պահել ինչպես Թեհրանի հետ, ինչպես Բաղդադի հետ, նաեւ տարածաշրջանային այլ մայրաքաղաքների հետ ու կառավարությունների հետ։ Հետագայում բացի քրդերից նաեւ հարկ է նշել, որ արևմուտքը օգտագործել է այլ էթնիկ խմբերի ներկայությունն Իրանի տարածքում, թե որքանով նրանք հետագայում զոհը կդառնան այս խաղի, դա արդեն հետագան ցույց կտա։ Իրանի համար բարդ կլինի օդային մարտերին զուգահեռ պատերազմել նաև ցամաքում, նկատում են փորձագետները։ Այդ դեպքում արդեն Թեհրանին անհրաժեշտ կլինի նաև արտաքին աջակցություն։ Գանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։